Ողջույն սիրելի հայրենակիցներ, ես շարունակում եմ Հայք News լրատվականի եթերում հերավար կապով զրուցել մեր հայրենակիցների հետ, այս անգամ հյուրս Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանն է։ Ողջունում եմ ձեզ, պարոն Գրիգորյան, եւ շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարի օր, սիրելի Արմինե, եւ ես էլ շատ ուրախ եմ ձեր հետ համագործակցությունը նոր փուլով սկսելու համար եւ պատրաստ եմ ծառայելու, համեցեք։ Շնորհակալ եմ, պարոն Գրիգորյան, ինչպես միշտ դուք հետևում եք լրահոսին, լավատեղյակ եք թե ինչ է կատարվում Հայաստանում, իսկ Հայաստանում կատարվում է ահավոր իրավիճակների առաջ ենք։ Այս մարդկանց թիրախում հայտնվել է ամեն ինչ, ամեն մի սրբություն, հասան նաև, ինչպես ասում են, մայր եկեղեցուն, եւ հիմա մենք ունենք մի իրավիճակ, երբ բանտված են երեք սրբազանները։ Սա, չգիտեմ, պատմության մեջ ինչ նախադեպը թերևս չունեցող իրավիճակ է, երբ բանտվում է Հայաստանի իշխանության կողմից, ոչ թե թշնամու, այլ Հայաստանի իշխանության կողմից։ Եվս կան հոգևորականներ մի քանի, որոնք եւս կալանավորված են։ Երեք Փաշինյանը ազգային ժողովի բարձր ամբիոնից ահա թե ինչ հայտարարեց պարոն Գրիգորյան, ասում է. Կարգալույց եմ հայտարարում ամենայն հայոց կաթողիկոսին, Սուրբ Էջմիածնի ողջ միաբանությանը փաստորեն եւ ողջ եպիսկոպոսական դասին այս մարդը կարգալույց հայտարարեց։ Նախ ես կխնդրեմ ձեր գնահատականը ինչ է կատարում։ Այս մարդը իրավունք ունի, նախ որպես աշխարհիկ մարդ իրավունք ունի նման հայտարարություններ անելու, եւ արդյոք սա չի նշանակում, որ մենք գործ ունենք հերետիկոսության հետ։ Լսում ենք ձեզ, պարոն Գրիգորյան, խնդրեմ։ Սիրելի Արմինե, ասեմ, որ այո, իրավունք ունի եւ օգտվելով նույն այդ իրավունքից հիմա ես որպես Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ հայտարարում եմ. Ես Հայաստանի կառավարությունը համարում եմ կազմալուծված, հայտարարում եմ կազմալուծված եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղարկում եմ թոշակի։ Ես իրավունք ունեմ նման հայտարարություն անելու, անում եմ, ինչ կա որ։ Այսինքն բացարձակ համարժեք հայտարարությամբ նա երեք հանդես է եկել Հայաստանի ԱԺ-ում, միայն մի տարբերությամբ, որ ես ընդհանրապես իրեն ծաղրեցի իմ համանման հայտարարությամբ։ Իսկ ինքը փորձում է ամբողջ աշխարհին լուրջ ներկայանալ, բայց ինչպես կարող է լուրջ ներկայանալ մի շատ կներեք, սիրելի Արմինե, մի խեղկատակ, իսկ այսօր համաշխարհային գեոքաղաքական դաշտը լի է խեղկատակներով, պետք չէ զարմանալ։ Եվ այդ խեղկատակից ինչ ասեք կարելի է սպասել, քանի մենք դեռևս նրա ձեռքը չենք բռնել, նրա վզին չենք գցել այն թոկը, որը հետո քաշելու են եւ ինքը գետնից բարձրանա, քանի նա չի հասկացել, որ իր այս արարքներով ինքը մեծ հարցականի տակ է դնում իր ընտանիքի գոյությունը։ Ես կրկնում եմ, Սփյուռքի ցանկացած հայ այն նույն ոճով ձեզ հետ կխոսի, այսինքն զայրացած ոճով, քանզի մենք գտնում ենք, որ նրա կատարածների պատասխանը նա տալու է իր ողջ ընտանիք հանդերձ։ Ինչու ենք այսքան խիստ խոսում եւ խիստ մտածում։ Մենք գտնում ենք, որ մեր ազգի հենասյուներից ամենակարևորը դա անկասկած հայ առաքելական եկեղեցի է։ Եվ քավլիցի չմտածեք, թե դա միայն մենք ենք գտնում։ Ներկացեք եվրոպական ցանկացած ազգ, ինչ որ մի մակարդակից սկսված, հենց ասեցիք հայ եմ, անմիջապես նրանք ասելու են. «Օ, առաջի քրիստոնեական եկեղեցի, սա մեր այցետոմսն է»։ Մեր երկրորդ այցետոմսը մեր փառահեղ մշակույթն է, որը արդեն միայն նեղ մտավորականությունը գիտի եվրոպական։ Ասենք Գրիգոր Նարեկացի մենք գիտենք թե ինչ մեծություն է եւ խիստ բարձր մտավորականությունը ցանկացած եվրոպական ազգի։ Բայց ինչ վերաբերվում է հայ առաքելական եկեղեցուն, դա մեր պարծանքն է։ Սիրելի Արմինե, ձեզ ավելին ասեմ, ինձ արդեն շատ երկրներից դիմել են, քանի որ ես խոսում եմ 6 լեզուներով, ապա իմացեք, որ հսկայական թվով ինտերվյուներ եմ տալիս այսքանի օրը եւ մինչեւ այդ էլ, նույնիսկ եթե հետեւել եք Վրեմիայով իմ ելույթը բաց թողեցին, հիմա նորից դիմել են, որ այսինչ է կատարում Հայաստանում, ոնց թե հայ առաքելական եկեղեցու նկատմամբ
նման ոտնձգություններ, եւ դուք դա ընդունում եք նորմալ, իհարկե մենք ասում ենք, չէ, մենք նորմալ չենք ընդունում, եւ այս իմ քմծիծաղը նույնպես շատ արյուն կաթացող իխորոց սրտի է, ու անկասկած, անկասկած ես ամենտեղ ասում եմ, որ կպատժվի եւ կպատժվի դժանաբար այն ձեռքը, որը ստորագրեց երկու arczepiskopos, ընդ որում խիստ հարգարժան անձիկ, մի եպիսկոպոս եւ 6 քահանայի արգելափակումը, ընդ որում Միքայել arczepiskopos Աջապահյանը պատիվ է արել ինձ Բրատսլավայում հյուր է եղել եւ ես նրա հետ 1-2 տարի առաջ շատ ազգա սիրական ոգով խոսակցություն եմ ունեցել եւ ես ասեմ հպարտ եմ, որ հայ առաքելական եկեղեցին ունի նման եպիսկոպոսներ եւ arczepiskoposներ եւ ասեմ, որ ես հպարտ եմ, որ նրանց հետ շատ ձեռքի տված աշխատում եմ Եվրոպայում կոնկրետ եւ միջին Եվրոպայի ու Սկանդինավիայի երկրների հոգեոր առաջնորդ Տիրան Սրբազանը եւ Մեծ Բրիտանիայի Իռլանդիայի հոգեոր առաջնորդ եպիսկոպոս Հովակիմ Սրբազանը եւ Չեխիայի հոգեոր հովիվ Վարսեղ Վարդապետը, հայր Վարսեղը շատ-շատերը Տաթև Սրբազանը, Ռումինիայի հոգեոր առաջնորդ եւ հայտարարում եմ, սիրելի Արմինե, եթե մեր արտգործ նախարարությունը երբևիցե նման դաս ունենար բացառիկ ակտիվ հայրենասերների, մեր Հայաստանի արտաքին քաղաքականությունը մի կարգ վերև գնացած կլիներ։ Սկսված Սերժ Սարգսյանի, Էդուարդ Նալբանդյանի ժամանակներից մենք անկում ենք ապրել արտաքին քաղաքականության մեջ։ Եվ միակը, որ մեզ պահել են, իսկապես մեր հոգևոր հայրերն են։ Փառք ու պատիվ մեր ազգին, որ ունի նման եպիսկոպոսներ եւ arczepiskoposներ, սա մի կողմից։ Մյուս կողմից, սիրելի Արմենը, ինչ է նշանակում սահմանադրությամբ եկեղեցին եւ իշխանությունը սահմանազատված են, բաժանված են։ Քեզ ով իրավունք տվել այդ տղա խառնվել եկեղեցու գործերին։ Ես քեզ այդ տղայով եմ դիմում, որովհետեւ դու ընդամենը այդ տղա ես։ Ես քեզ ոչ պարոն Փաշինյանով երբևիցե թույլ կտամ ինձ դիմել։ Եվ նույնիսկ Նիկոլ չեմ ասի, կասեմ, այդ տղա դու գլխից ձեռք ես քաշել։ Իդ ինչեր ես անում։ Դու մտածում ես, կրկնում եմ, քո ընտանիքի մասին մտածում ես, չէ՞ որ քո միակ փրկությունը նա է, որ Հայաստանից փախնեք սփյուռք արտերկիր։ Բայց այստեղ գիտեք, ինչ արյունարբու գազաններ են սպասում ձեզ։ Դուք մի կարծեք, որ ձեզ այն ճակատագիրը կսպասի, ինչ որ այն խելապակաս Վանոյին էր։ Վանոն շատ մեծ վնասներ տվեց, բայց Վանոն փախավ, դիմափոխ եղավ, մտավ ինչ որ նկողները, ծտունը դուրս չեկավ, մինչև վերջի պահը որ սատկեց եւ շպրտեցին փոսը։ Բայց դուք հույս չունենաք, որ նույն ձևով կարող եք ազատվել արդարադատության ձեռքից։ Նախ իհարկե մենք կպահանջենք օրինական արդարադատություն ձեր նկատմամբ, անկասկած, ոչ մի անօրինականություն։ Հենց որ դուք հանձնեցիք իշխանությունը, դուք շատ լավ դա գիտեք։ Հաջորդ օրը կլինի ձեր օրինական արդար դատավարությունը եւ շատերը ասում են, որ Հայաստանում կվերականգնենք մահապատիժը, որպեսզի ձեր նկատմամբ արդարադատությունը իսկապես արդար լինի։ Սակայն մենք գիտենք, որ դուք արդեն որտեղ ինչեր եք գնել եւ կփորձեք փախնել, եւ որպես Սփյուռքի տրամադրություններին շատ ծանոթ անձնավորություն, ես ասում եմ, ես դեմ եմ անօրինական պատժին։ Ես խիստ դեմ եմ, երբ որ այստեղ շատ-շատերը ասում են, թող փորձի Հայաստանից դուրս գալ եւ հետո կտեսնի իր հաջորդ օրվա գլխին գալիքը։ Ես դրան դեմ եմ։ Եթե կարելի է այստեղ մեկ շատ կարևոր ձեզ ընդմիջեմ հետեւյալով,
Իր թիկունքին Հայաստանում կա հետևյալ կարծիքը եւ համոզմունքը, եւ մենք տեսնում ենք իր կատարած քայլերից։ Իր թիկունքում այսօր երկու թշնամական պետություններ են։ Ինքը իրեն ապահով է զգում Ադրբեջանով եւ Թուրքիայով, Ալիևով եւ Էրդողանով։ Եվ մենք տեսնում ենք, որ նա իր անվտանգությունները հենց այդ երկու երկրներից ակնկալում։ Հենց ես ուղղակի հիմա ուզում եմ նաեւ նաեւ հղում եմ ուզում տալ հայտնի պատմաբան Արմեն Այվազյանը երեք ուշ երեկոյան մտավ Facebook-յան մի լայվ արեց, որտեղ հենց սկզբում ասում է հետևյալի մասին, որ ադրբեջանցի մի վերլուծաբան իր հարցազրույցում վրացական հեռուստատեսությանը տրված ասել է, թե Հայաստանի կաթողիկոսին հեռացնելը դա ամենակարևոր խնդիրն է, ավելի կարևոր, քան ռուսական 102-րդ ռազմաբազան հեռացնելը Հայաստանից։ Ես ուզում եմ, ինչու եմ սա բերում կապում այդ իմ ասացի հետ, որ Նիկոլ Փաշինյանը ամբողջությամբ առաջնորդվում է այդ երկու թշնամական պետությունների օրակարգով եւ նրանք էլ պահում են Նիկոլ Փաշինյանին։ Եվ այն, որ այսօր թիրախավորված է մեր եկեղեցին, ուղղակի կարելի ասել պատերազմ են ամաղում եկեղեցու դեմ։ Սա ուղղակի հենց այդ երկու թշնամական պետությունների սցենարն է։ Հիմա նրանց կողմից էլ պաշտպանված է լինելու։ Անկամ Հայաստանում մի շատ տխուր փաստ է արձանագրվում։ Վախենամ, որ շատ դեպքերում նա այնքան վնասի մեր պետությունը, մեր պետականությունը, մեր ազգային մտածողությունն այնքան քարուքան դանի, որ անկարող լինենք իրեն ուծկապես ազատվել իրենից, հեռացնել իրենից, ուր մնաց դատ ու դատաստան։ Խնդրեմ, այս մտավախություններին Պատասխանեմ։ կուզեմ անդրադառնաք։ Այո։ Պատասխանեմ։ Անկասկած, եթե մենք շարունակենք վայելել մեր Հայաստանի այսօրվա կենսակերպի տված քեֆ անելու, ուրախանալու, ամեն ինչը հանդուրժելու, հայրենասիրության հարցում մի քայլ հետ գնալու այս խիստ ցավալի իրականությունը, եթե շարունակենք, ապա մեր խոչընդոտը լինելու է այն, որ Ադրբեջանն ու Թուրքիան իսկապես պատրաստ են նրան տալ բացարձակ բարձր մակարդակի ապահովվածություն, դա մենք գիտենք շատ լավ, հիանալի տեղակ ենք, եւ իսկապես, եթե ինքը այնքան ստոր գտնվեց, որ մեր թշնամու կողմից տրված սատարումը փորձեց վայելել, ապա նորից եմ կրկնում, Արմենե ջան, սիրելիս, եկեք հիշենք 70-80-ական թվականներին մեր Ասալլան ինչքան երկար բազուկ ուներ, չէ՞։ Ամենտեղ մերոնք կարողացան ամեն երկրում սատկացնել այն թուրք դեսպանին, որը ցեղասպանության բանաձևի, ցեղասպանության ընդհանրապես իրականության դեմ էր խոսում։ Այս տղան բացի նրանից, որ վեհապարի նկատմամբ ոտձգություններ է անում, խփում է մեր հայկական ազգային սյուներից ամենակարևորին Էջմիածնի հայրաքելական եկեղեցում, նա նաև շատ լավ գիտեք, ցեղասպանության արդեն հարցում հայտարարություններ է արել, որը նույն կարգի սրբապղծություն է։ Ես Գրիգորյան Աշոտս հպարտ եմ եւ իմ ամբողջ կյանքում իրավունք ունեմ եւ նաեւ իմ կյանքից հետո հուսալու, որ իմ անունը գրվեց ոսկե տարրերով հայոց պատմության մեջ, որովհետեւ Սլովակիայի ազգային խորհրդում ես անցկացրել եմ հայոց ցեղասպանության բանաձևը եւ այնուհետեւ շատ մեծ գործ ենք արել մենք Եվրոպայում եւ այլուր, որպեսզի թուրքերը իրենց տեղը չգտնեն ժամանակակից դիվանագիտության մեջ, մինչեւ չընդունեն մեր գլխին վերած այն կատաստրոֆիկ փորձանքը, որը կոչվում է 1915 թվական։ Թուրքական դիվանագիտությունը ամեն ինչ արեց, այս գրքի երեսին տեսնում եք խաչքարը, որը մեր պարծանքներից է, ես դրել եմ Բրասլավայի կենտրոնում։ Ամեն ինչ արեց այս խաչքարը հանելու, չկարողացավ։ Արտգործ նախարարը եկավ մի ամբողջ կազմով, պաշտպանության նախարարը Բրատիսլավա, խնդրեցին, աղաչեցին, դեսպանը ինձ հրավիրեց հանդիպման, ճաշկերույթ տվեցին, պատվին, խնդրեց ընդամենը երկու բան։ Առաջինը հանել խաչքարը Բրատիսլավայի կենտրոնից ամեն ինչ ինձ խոսք էր տալի, միայն ասեմ այո, եւ դա մվանեց իրենց սրտում խրված դաշույն։ Օй, ես ոնց ուրախացա, երբ որ իմացա այդ ֆանտաստիկ արտահայտությունը։ Ահա իմ խաչքարը
թուրքերի սրտում խրված դաշույնը։ Երկրորդը Սիրելի Արմինե, մենք պատրաստ ենք Աբդուլլա Գյուլի, Վարդան Օսկանյանի հետ հանդիպում կազմակերպել Բրատիսլավայում ձեր հովանավորությամբ, ամեն ինչ պատրաստ ենք ձեր երկրի համար անելու, միայն խնդրում ենք ցեղասպանություն եզրը փոխեք ինչով ուզում եք։ Գեղեռն, ոչրագործություն, մենք ցեղասպանություն մի օգտագործենք եւ պատկերացնում եք ինձ պատիվ է տալիս ճաշկելու եւ ես իրեն ստիպված ասում եմ Պարոն դեսպան, ցեղասպանություն եզրի արժեքը մենք էլ լավ գիտենք։ Խնդրում եմ մոռացեք։ Այսինքն այս տղայի հանցագործությունները մեր երկրի նկատմամբ միայն այն չի, որ հայ եկեղեցու դեմ է պայքարում։ Նա պայքարում է հայ պետականության, մեր լինել չլինելու, մեր պատմության, չէ՞, դասագրքերում փոխել են, եկեղեցու պատմությունը հանել են որպես առարկա, փոխել են մոտեցումը մեր պատմության նկատմամբ։ Եվ փոխարենը են հանում դասագրքերից, հասել են նաև դրան, մաշտոց են հանում երկրորդ դասարանի դասագրքերից։ Նաև անջրպետ են մտցրել Սփյուռքի հայության եւ տեղի հայության միջև։ Նույնիսկ Սփյուռքի հայությունը հիմա սարսափահար է, որ հնարավոր է Հայաստանի հայությունը վերանա, այդ դեպքում մեր սերունդները այստեղ 2-3 սերունդ հետո կդադարեն հայ կոչվելուց։ Իսկ եթե Հայաստանում մենք կարողանում ենք մեր ինքնությունը պահել, մենք բոլորս երազում ենք Հայաստան վերադառնալ։ Մեր բոլոր երեխաները երազում են Հայաստան վերադառնալ։ Ձեզ որպես գաղտնիք ասեմ, Արմինե, իմ դուստրերը որ Հայաստան են գալին ու գաղտնիքը կատակով եմ ասում, վերադառնում են խելագարված։ Իմ փեսաները խելագարված։ Վայ, Ես ինչ երկիր ունենք, վայ ես ինչ երկիր ունենք, ես ինչ հրաշք է, Երևանի ճարտարապետությունը, մեր մշակութային կոթողները, վայ մեր սանային հաղպատը, աթևը, հայրիկ, ես ինչ երջանիկ ենք, որ մենք հայ ենք։ Արմենը ամբողջ կյանքս հպարտացել եմ, որ հայ եմ։ Հիմա ուզում են այդ հպարտությունը մեր ձեռքից վերցնել, ուզում են որ մենք հայկականության դեմ է կռիվը։ Մեր տեսակի դեմ է կռիվը։ Տեսեք, Ուիլյամ Սարյանը ծնվել է ոչ Հայաստանում, նո արևմտյան Հայաստանում, ապրել է իր մանկությունը հիմնականում Ֆրեզնոյում եւ գրել է անգլերեն նման հայասեր հանճարեղ գրողներ այնազգի չունեն, որ մարդը ապրի նահանգներում գրի անգլերեն եւ Ոտից գլուխ լինի հայ իր հոգով, իր մտածողությամբ, այս Շարլ Ազնավուրը, նույն պատմությունը չի, դրանք մեր այցեքարտներն են, բայց այն բացառիկ մեծագույն արժեք ունեցող այցեքարտը, որը կոչվում է ես հայ քրիստոնյա եմ, դա ոչ մի այլ բան չի հասնի, Որտեւ հենց ես եկել եմ Եվրոպա եւ ասել եմ ես հայ եմ, ասել եմ առաջի քրիստոնեական պետությունը աշխարհիս երեսին այնպես որ տղան ճիշտ ճանապարհ է բռնել մեզ ոչնչացնելու բայց մենք էլ դա հիանալի գիտակցելով հայտարարում ենք Նիկոլ ջան քո վերջը լավ լինի բայց ջանդամ դու քո տիկինդ որը նույնքան ապիկար է ինչպես դու քո տղան Քո ավակ դուստրը, այսինքն նրանք, ովքեր արդեն քո դիրքերից են հանդես գալիս, խնդրում եմ նրանց մասին մտածի եւ լավ կլինի դու իրենց բացատրի, որ բալիկներ, դուք որ այդպես իմ խելքին եք ընկել, դուք գիտեք, որ մենք բոլորս պատժվելու ենք եւ դաժան պատժով։ Խնդրեմ համեցեք։ Պարոն Գեյֆերյան, իհարկե թող չմտածեն, որ մենք հիմա կյանքի համար սպառնալիք ենք իրենց հահնչեցնում, թեպետ իրենք ամեն ինչ անում են հայրենասերներին կալանավորելու, ընդհանուր մինչև հասցնում են մահվան, սպանության դեպքեր ենք արդեն տեսնում քաղաքական հողի վրա, բայց մենք հիմա որ զրուցում ենք, մենք սպառնալիք կյանքի համար նույն Նիկոլ Փաշինյանի դեպքում եւ իր ընտանիքի անդամների չենք հնչեցնում։ Մենք ասում ենք, Մի վարքան Ես ոչ մի բառ չասեցի թե Նիկոլ, ես կազմակերպելու եմ, քո ընտանիքը վերացնեմ։ Նիկոլ, ես քեզ խոսք եմ տալի, որ քեզ սատկացնեմ, ես նման բան չասեցի։ Ես ասեցի Նիկոլ, մտածի քո ընտանիքի մասին, որովհետև եթե ես
մտավորական եմ եւ դուք մտավորական եք, եւ մենք ընդամենը մտածում ենք քո ընտանիքի մասին, իսկապես ապա կան վայրագ գազաններ, որոնք քո արյունը են ուզում խմել։ Ես քեզ հավատացնում եմ, Նիկոլ, եւ մենք չենք կարողանալու նրանց կասեցնենք, որովհետեւ ես գտնում եմ, որ պետք է արդարադատությունը հաղթի եւ Նիկոլին բոլոր ժամանակակից իրավական օրենքներով պատժեմ։ Ես բացարձակ դեմ եմ նրան, ինչ որ կատարվելու է։ Շատ լավ։ Ես դիմում եմ բոլոր հայրենակիցներին, խնդրում եմ Նիկոլին կտակ արդարադատության ձեռքը եւ չանեք այն, ինչ որ դուք մտածում եք այստեղ։ Դա ասված, որ գա այդ օրը, որ իսկապես հնարավոր լինի հեռացումը անել, դա չգիտեմ ընտրություններով կլինի, գուցե կարծում եմ սահմանադրական ճանապարհը դա է, եւ այդ օրը կգա։ Իսկ մինչ այդ, ինչ ենք ձեր կարծիքով, ինչ պետք է անենք մենք հայաստանցիներս։ Ես հիմա հասկանում եմ, մեր սփյուռքը ամենաշատն է կապված, չէ, եկեղեցու հետ։ Մեր եկեղեցին հայապահպան կառույց է։ Աշխարհում հայությանը պահպանող որպես հայ տեսակ մեր եկեղեցին է, եւ մեր թշնամին դա շատ լավ գիտի, դրա համար ցուցում է տրված Փաշօղլին, Փաշազադեն, այդ անձնավորությունը հայացյաց, հա, հայտնի ուղղորդումները արեց Նիկոլ Փաշինյանին, եւ մենք տեսնում ենք արդեն քանի անգամ նա հայտարարում է, երկու օր հետո տեղի ունենում մի նոր հարձակում եկեղեցու վրա։ Հիմա էլ անունը դրել է թե իբր կաթողիկոսի անձի դեմ է, բայց սա մենք լավ ենք հասկանում, աշխարհն էլ է լավ տեսնում, որ սա ոչ թե անձի դեմ կռիվ է, սա եկեղեցու, մեր սրբության, մեր տեսակի հայ ինքնության դեմ պայքար է։ Հիմա մենք պետք է հասկանանք, պարոն Գրիգորյան, ոնց ենք պայքարում։ Եկեղեցին չունի բանակ, հա, չունի ոստիկանություն, չունի անվտանգության այն գործիքները, որով պաշտպանված է Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ն ընդհանրապես անվտանգության այդ մարմիններով, չէ, ուր գնում է այդպես իր հետևից անվտանգության մարդիկ են իրեն պաշտպանում։ Հիմա մեր եկեղեցին ինչպես պիտի բնականաբար պաշտպանված է ժողովրդով միայն, ժողովրդի ուժով։ Հիմա մենք ինչ պետք է անենք այս պահին, որովհետև տեսեք ինչ է անում, ներսից գտնում է հոգևորականներ, որոնց տանում է դեպի իր կողմը եւ այսպես կազմաքանդել է փորձում հենց ներսից։ Սա թշնամու ձեռագիրն է։ Ինչպես իրենց բերեցին 2018-ին տրոյական ձիով մտան մեր երկիրը հիմա քանդում են, նույն կերպ ինքը իր մարդկանց է մտցնում եկեղեցի ներսից քանդելու համար։ Ինչ բանաձև կտակ այս խայտարակ, չգիտեմ, ազգակործան իրավիճակից դուրս գալու համար, ո՞րն է ձեր առաջարկած ելքը, ինչ պիտի անենք հիմա մենք։ Ես ասեմ այն ինչ որ մենք անում ենք, ոչ թե ինչ պետք է անենք, այլ այն ինչ որ անում ենք։ Շատ ուժեղ մենք պայքարում ենք այստեղ եւ Վատիկանը, որի շուրջ կեղծ լուրեր տարածեցին, թե իբր թե Վատիկանը Նիկոլին ընդունել եւ կաթոլիկ է դարձրելու, ոչ։ Վատիկանը Նիկոլին ընդունել եւ մերժել է։ Եվ Վատիկանը ամբողջովին վեհապարի մեջքին կանգնած են։ Եվ եպիսկոպոսած ընդհանուր ժողովը, որի հետ մենք կապի մեջ ենք, եւ տարբեր երկրների հոգևոր դասերի բարձրագույն ներկայացուցիչների կողմից կատարվում են հայտարարություններ Նիկոլի դեմ վեհապարին ի պաշտպանություն։ Սա մի կողմից։ Քաղաքական դաշտում մենք աշխատում ենք մինչև Բրյուսել եւ Մոսկվա հավասարապես, որպեսզի դատապարտվի այն խայտարակ հակաժողովրդական քայլերը, ինչ որ արվում է Նիկոլի կողմից Հայաստանում, սարսափելի հակաժողովրդական։ Ինչքան էլ որ նման երկրներ այսօր շատ են, որտեղ ժողովրդավարությունը հայտնվել է հատակին, այնուամենայնիվ այն ինչ որ Նիկոլն է անում, դա այս պահին ոչ մի երկրում մրցակից չունի ինքը։ Ինչ վերաբերվում է հայաստանյան իրավիճակին, Արմենի ջան, հավատացեք ինձ, Նիկոլը հələ թող փորձանի Էջմիածինի վրա հարձակում գործարկել։ Բայց արդեն գործում է։ Հիմա Չէ։ այնինչ կատարվում է, դա հարձակում է։ Դրա անունը Ես ուրիշ բան եմ ասում։ Դա հարձակում է իր ամբողջ թափով, սակայն ֆիզիկական հարձակումը, որը նա նախատեսում է, սպասվում է ապագայում։ Ես խոսում եմ Էջմիածինի վրա, մեր վեհարանի վրա ֆիզիկական հարձակման փորձի մասին, որը հələ թող ինքը կարողանա տեղ հասցնել։ Այնպես կջարդեն եւ իր գլխին ինքը այնպեսի փորձանք կբերի։ Այս խոսքերս լավ հիշեք։ Հիմա նա լսելով ձեր
զրույցը ինձ հետ, ես ես հայտարարում եմ, դուք կտեսնեք ոնց է փախնելու հետ։ Դուք կտեսնեք նա ոնց է հետ փախնելու։ Բայց Աստված մի արասը չլսի մեզ եւ կատարի իր քայլը, որը մտմտում է, այնպես կջարդեն նրան, որ որպես վարչապետ նույնպես իր գոյությունը կասկածի տակ է դրվելու։ Սա մի կողմից, եւ երկրորդ կտեսնի նաեւ դրսի մեր ռեակցիան, որտեղ մենք բոլորս պատրաստվում ենք։ Բայց Մենք այս բոլորս պահը մենք կներեք պարոն Գրիգորյան դեռ չենք տեսնում Սփյուռքի անհրաժեշտ ռեակցիան։ Նա քայլ առ քայլ մոտենում է Սուրբ Էջմիածնին։ Նա Արամ Տեր Արամ կոչված իրականում կարգալույծ արված, նա այլևս Տեր չէ, Ստեփան ինչ որ Ասատրյան ազգանով այդ երիտասարդը խոսում է ցինիկաբար, չի կատարում կարգալույցի այդ որոշումը, խոսում է վիրավորական արտահայտություններով վեհապարի եւ ընդհանրապես մեր եկեղեցու հասցեին, այսինքն Փաշինյանը այս տեսակին հավաքել է իր շուրջը։ Նա ոգևորված է հենց Փաշինյանով, որովհետեւ երեք Նիկոլը ազգային ժողովի հարթակից ողջունեց այդ երիտասարդ տղային, այդ կարգալույց արված հոգևորականին։ Եվ հիմա նա ստեղծում է ներսում իր զորքը, այսպես ասած, դրան գումարած երևի որոշակի աղանդավորական, այսպես ուժեր կմիանան։ Ես մեծ վախ եւ անհանգստություն ունեմ, որ օրինակ ասում է հոկտեմբերի 27-ին կարող է լինել այդ արշավը։ Ամեն դեպքում, պարոն Գրիգորյան, ինքը սկսել է այդ կռիվը վաղուց 2018-ից գալով է սկսել։ Հիմա այդ պայքարը ավելի որոշակի է դառնում։ Ինքն իր տերերին պետք է մինչև վերջ մատուցի այդ նվերը հայ եկեղեցին կազմաքանդելու։ Ինչ է անում մեր Սփյուռքը։ Ես ուզում եմ շատ ավելի ակտիվ տեսնել, որովհետև նորից եմ ասում, ազգապահպան է մեր եկեղեցին եւ Սփյուռքն ամբողջությամբ կապված է բոլոր համայնքներում մեր Սփյուռքյան եկեղեցին այսպես ժողովրդի հետ է, ժողովուրդը եկեղեցու հետ։ Ես ուզում եի ավելի շատ ակտիվ լսել մեր Սփյուռքի հայության խոսքը ի պաշտպանություն հայ առաքելական Սուրբ եկեղեցու։ Խնդրեմ։ ես ես շատ հստակ պատասխանեմ։ Հաշվեք, որ իմ այս հայտարարությունները դուք լսում եք 10 միլիոն հայի բերանից։ Չեք գտնի Սփյուռքում մի հայ, ինչպես Հայաստանում եք կարողանում գտնել, Հայաստանում կարողանում եք գտնել։ Այստեղ չեք գտնի եւ Արևմտյան Սփյուռքում, այսինքն հին սփյուռքահայերի շարքում, առավել եւս, եւ Հայաստանից դուրս եկած նոր առաջացած արդ երկրի հայության կազմում չեք գտնի որևէ մեկին, որը նման վրթովմունքով չխոսի, ինչպես դուք եք խոսում եւ ինչպես ես եմ խոսում։ Սա մեկ։ Երկրորդ, նույնիսկ Արամ առաջին կաթողիկոսը հայտարարությամբ հանդես եկավ, դուք ծանոթ եք հայտարարությունը, չանդրադառնալով, դա ամբողջ Կիլիկիո թեմի հայության անունից էր։ Այսինքն, ավելի քան վրթոված են բոլորը, եւ ինչ կարող է անել Սփյուռքը այս պահին, անում է, այսինքն մենք ներկայացնում ենք ամբողջ աշխարհով մեկ, թե կան ապիկարներ, որոնք իրենց ազգի հնասյուները կտրում են, որպեսզի վաճառեն երկիրը թշնամուն։ Նման ապիկարներ ամբողջ Եվրոպան եւ աշխարհը պետք է իմանա, դա մեր խնդիրն է արդեն, որ կան։ Նաեւ շատ լուրջ աշխատում ենք Մոսկվայի հետ, Նիկոլը շատ լավ գիտի, որ շատ լուրջ աշխատում ենք նաեւ Մոսկվայի հետ, եւ այսօր այո, Գյումրիի ռազմաբազայի վերացումը Հայաստանի համար շատ վտանգավոր քայլ է, բայց այդքան վտանգավոր չի, ինչպես վեհապարի դեմ արշավանքը եւ մեր եկեղեցի հենասյունը կտրելը։ Բոլորս այդպես ենք կալում։ Ես չեմ կարող փակագծերը այլևս շատ բացել, միայն ձեզ կրկնում եմ եւս մի անգամ, դուք կտեսնեք, եթե նա փորձ արեց Էջմիածնի վրա արշավել, ինչ է գլխին ստանալու, ավել ոչ մի բան չեմ ասի։ Դե թող փորձի ինքը եւ շատ ցանկալի է որ փորձի, որտեղ դա կլինի այն խզմանկետը, որտեղ ինքը իրականության ու ոչ իրականության սահմանագծի վրա է գտնվում ու չի հասկանում։ Հայտնի իրականության արդեն դաշտում։ Այնպես որ ես հայտարարեցի, մնացածը Նիկոլ քեզ վրա։ Այո, հուսանք որ կտեսնենք 10 միլիոն հայության հզոր
ուժը եւ ռեակցիան եւ ազդեցությունը եւ կանխելու այս ահավոր ընթացքը մեր եկեղեցու դեմ։ Վերջին րոպեներն են, մի քանի րոպե է մնացել ավարտին մեր այս հարցազրույցի։ Ես պիտի խնդրեմ անպայման անդրադառնաք նաեւ քաղաքական բանտարկյալների, այս խայտարակ բանտերը մեր լցված են բանտարկյալներով։ Ես այսօր օրվա ընթացքում փորձել եմ գտնել մի քիչ ազատ ժամանակ ունեցող փաստաբանի եւ դա ինձ չի հաջողվել։ Բոլորը զբաղված են դատերով։ Հայաստանում անգամ կալանավայրերում ասում են տեղ չկա։ Պարոն Գրիգորյան, ես ուզում եմ մեկ օրինակ ընդամենը բերել։ Գյումրի քաղաքապետի դեմ այդ իրականացված այս խայտառակ պատկերը տեսակ, ոնց դռները ջարդելով կարմիր բերետավորները, սև բերետավորները փախցրեցին Գյումրի քաղաքապետին եւ այստեղ շատ մտահոգիչ մի բան կալանավորվել է 2 ամսով փաստաբան իրավապաշտպան Ռուբեն Մխիթարյանը, գյումրեցի, որը նկարներն անգամ ցուցադրվում է, ինչպես այդ բաց ձեռքերը վեր պարզած, պաշտպանում, որ ու ասում է մի ծեծեք մարդկանց։ Նա ոչ թե ինչ որ հարվածում է ոստիկանի կամ ինչ որ բան է անում, այլ պարզապես մտել է ժողովրդի եւ ոստիկանների մեջ, որ պաշտպանի, որ ծեծ կրտուկ չլինի։ Այդ մարդուն շատ արագ բերման են ենթարկում, կալանավորել են հենց այսօր, կալանավորվել է 2 ամսով, որոշումը կայացվել է, որովհետև նա քաղաքական որոշակի այսպես ակտիվ շարժումների մեջ է, մեր ձևով ստեղծված ժողովրդական շարժման անդամ է։ Այսինքն այդ նեղ պահին իրենք գտել են, որսացել են Ռուբեն Մխիթարյանին եւ կալանավորել։ Ես կխնդրեմ այս մասին անդրադառնանք, աշխարհը լռում է, որևէ միջազգային կազմակերպություն բացարձակ չի խոսում, սա ինչի մասին է փաստում։ Բոլորը կանգնած են այսպես մեր թշնամիների հետ միասին, բոլորը կանգնած են Փաշինյանի կողքին, բա ուր մնաց արդարադատությունը։ Ոչ, ոչ, Խնդրեմ։ ոչ, ոչ։ Փաշինյանի կատարած հանցագործությունների թիվը, եթե մենք գրանցենք եւ սկսենք հերթով խոսել, ապա պետք է նախ սկսենք նրանից, որ ուժով վերցեց իշխանություն, չնայած պարզվեց Սերժ Սարգսյանի հետ լրիվ պայմանավորված էր խայտառակ խեղկատակությունը եւ հայտարարեց, որ Արցախը Հայաստանը ու վերջ։ Ու Ադրբեջանին ասեց հարձակվեք։ Տեսեք, ձեզ ես ոնց եմ թեմա տալիս, որպեսի հիմք ունենաք հանգիստ, հարձակվեցին 4-5 հազար փայլուն երիտասարդներ հայրենասերներ ոչնչացրեցին, Արցախը վերցեցին, մինչև 150 հազար, 160 հազար բնակ չունեցող երկիրը զրոյացավ, սկսեցին ոչնչացնել հայ մշակութային բոլոր կոթողները եւ հայ հետքը վերացնել Արցախում, եւ այդ ամեն ինչին աշխարհը ինչպես արձակագրեց, եթե դուք հայեր համամիտ եք եւ հանդուրժում եք, մենք ասելիք չունենք։ Մոտավորապես նույն իրավիճակը այսօր է, եթե մենք շպայքարենք մինչև վերջ, բայց մենք պայքարում ենք։ Եթե մենք չներկայացնենք Եվրոպային այնինչ կատարվում է, բայց մենք ներկայացնում ենք։ Եթե չանենք, ապա իմացեք, որ ուրիշ ոչ մեկը չի գա մեր ձեռքը չի բռնի։ Ես ցավ եմ ապրում, երբ որ լուրջ մարդկանցից լսում եմ ռուսները ոնց Արցախը տվին։ Յա, ռուսները տվին, հա, ոչ թե մենք։ Դուք չեք խելագարվել։ Դուք Արցախը տալիս եք, ասում եք ռուսները ոնց տվեցին։ Դուք խելագարվել եք։ Բա, խաղապահները մահակներով էին այնտեղ, ոչ թե զենքով։ Խաղապահները չունեին զենք կիրառելու իրավունք։ Հիմա նույնպես դուք տալու եք մեր եկեղեցին, Թուրքին, ու հետո ասեք աշխարհի աչքի առաջ էս ինչ կատարվեց, խնդրում եմ, բոլորս հասկանանք, որ նախ մենք, հետո աշխարհը։ Սա մեկ եւ երկրորդ ցավոք Արմինե Գազայի հատվածում 60-70 հազար երեխա է սպանվել աշխարհի աչքի առաջ։ Ինչի վրա ենք զարմանում, որ իրավաբաններ են ձերբակալում Հայաստանում։ Այսինքն մենք ձեր հետ միասին հենց սկզբից մինչև այս պահը նույն գաղափարին ենք, մենք ունենք հզոր սփյուռք, մենք ունենք Հայաստանում հիանալի հայություն, ես Ժեխի մասին չեմ խոսում, այն Ժեխը թողենք Նիկոլին, այդ մեկի անունը տվեցիք Ստյոպիկա, չգիտեմ ինչ, հա, իհարկե կա նաև Ժեխ, բայց 10-նապատիկ ավել կա հայրենասեր հայություն, որը ոտքի է կանգնած եւ ջարդուելի է նախ Նիկոլի գլուխը, հետո իր ընտանիքի անդամների, հետո բոլոր այդ ծախու արարածների, որոնք Աստծո դեմ են գնացել, Աստծո դեմ են գնացել, չի կարող մարդը իրեն համարի քրիստոնյա հայ, քրիստոնեական եկեղեցու սպասավոր եւ վերապարի դեմ այլանդակություններ տարածի, այնպես որ մենք հստակ սփյուռքում կանգնած ենք այս դիրքերի վրա, ինչ որ ես ասեցի, եւ վայ նրան, ով կփորձի պաշտպանել Նիկոլին եւ մտնել սատանայի հետ սատանական կապերի մեջ։ Ես վերջացրեցի։
Շնորհակալ եմ, պարոն Գրիգորյան, մեր եթերաժամանակն էլ արդեն ավարտվեց եւ ձեր բովանդակալից այս վերլուծության համար շնորհակալ եմ, կարծում եմ մենք շարունակենք կապի մեջ լինել եւ վերլուծել իրավիճակները, տալ նաեւ բանաձևում ինչպես դուրս գալ այս խայտառակ իրավիճակից։ Շնորհակալ եմ, ես վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանն էր այսօր իմ հյուրը, լավ եղեք, կհանդիպենք։